Այդպես, ես անպայման ուզում եմ մենք անդրադարձ կատարենք ազգային ժողովում հնչած մեկ այլ ելույթի, որը երեկ էր տեղի ունեցել, Վահագն Ալեքսանյան անունով հայտնի պրոպագանդիստ, ամենակեղտոտ պրոպագանդիստը, իրեն ոչ սազող են առումով, որ ոճաբանություն էր փոխել որոշակի, ինքը հիմնականում ոնց է, ինքը տենց ցինիզմի ու ագրեսիայի մեջ է սովորաբար հանդես գալիս, այս անգամ ինքը ընտրել էր սենտիմենտալ, զոհի եւ տենց կարեկցանք ակնկալող տեքստեր գրել, էմպաթիա մուրացող։ Причем առաջին մասը չէ, առաջին մասում կային մեղադրանքներ, հստակ, բայց երկրորդ մասը ինքը տարավ են, որ տենց պիտի իսկական Վահագն Խաչատուրյանը այդտեղ մտներ ու տենց մեծ մի հատ ռոյալի վրա նվագեր ինչ որ տենց սրտաճմլիկ երաժշտություն, որ ինքը ասես տպավորություն որ լացնել էր գալի ասելուց կամ փորձում էր տենց պատրանք ստեղծել, որ հեսա կհուզվի սենց կոկորդում հավաքվել էլ ու աչքերը զսպի։ Ինչի մասին է խոսքը, հա։ Ես ճիշտ մեծ անդրադարձ եմ կատարել նաև գրավոր, թե ամեն հստակ կետով ինքը այդտեղ մանիպուլացնում ու ստում է, բայց մի կետ շատ կարևոր է, ինքը ասում է, որ իրեն թիրախավորում, ես ենթադրում եմ, որ մեր ոդկասթին է ինքը անդրադարձ հակադարձում ու բանանում, պատասխանում, ինչի որտեվ այլտեղ չեմ տեսել տես բան, մենք երբ քննարկում ենք իր մոր վարքագիծը, երբ իր մայրը այդ երեխեքին անվանում էր համաշխարհային լրբեր, թե ինչ որ sense վատ լեքսիկոն իբր տենց մի խոսքով բարոյականության բանը ինչ որ որբեր, սոված շններ, մի խոսքով ինչ ասես ասել, հա, եւ ես գիտեի նաեւ որ սա չգիտեմ ոնց ասեմ, որ հիմա չասի նորից են բանում, լավ, ինչևէ Ո՞րն ես ուզում ասել ես։ Դե գիտեի, որ մենք Լավ, հասկացա ինչ էի ուզում ասել։ Մի խոսքով սրատանը այդքան էլ ամեն ինչ նորմալ չէր, եւ ես ասել էի, թեպետ ես խնդրեմ չեմ տեսնում իրան ինչ որ տհաճ բան ասելու կամ բարոյականության մասին, որտեվ ինքը բոլոր գծերը վաղուց հատել է եւ մի խոսքով իրան զուտ ակնարկելու համար ասել է, արա դուսկի չգիտես, հերը տով է։ Եվ սա ուրեմն վերցնելով հավանաբար էլի եմ ասում, ես ուրիշտեղ չեմ տեսել, որ սրա մասին խոսվեր, եւ սա ասում է վերնագիր էր դա նաեւ գնացել շատ լրատվականներով, որ ինձ թիրախավորում են այն պատճառով, որ ես մեկն եմ այն հազարավոր, նույնիսկ 100 հազարավոր երեխաներից, ում մի ծնողը թողել է ընտանիքը, գնացել հյուսիսային երկրներ եւ այնտեղ արդեն կազմել նոր ընտանիք Եվ այդպես ես շատ լավ հասկանում եմ այն միայնակ մայրերին, որոնք մեծ դժվարություններով դաստիարակում են իրենց երեխաներին եւ ես գիտեմ դա ինչ է, ինչ դժվարություն է եւ ես ուզում եմ դիմել այդ երեխաներին։ Այս իրա տեքստն է, էլի հանգարց մտածեք ես եմ sense խոսում։ Ու տենց ինչ որ մի հատ տենց ոգևորիչ խոսք ասում այդ երեխաներին, ասում որ մի ուշադրություն դարձրեք այդ երկոտանիներին, որոնք ձեզ թիրախավորում են եւ այլն, եւ դուք ուժեղ եք, դուք կարող եք, եթե ես կարողացա սենց դեգեներատ լինելով հասնել ազգային ժողով, բա դուք պատկերացրեք ուր կհասնեք, բա մի քիչ էլ եթե ինձ խելացիր։ Մի խոսքով, ասես մի հատ սրտաճմլիկ խոսք ասում, վերջալ տենց կիսալացած գնում է, եւ ես շատ լավ հասկանում եմ ինքս ինչի համար անում, որովհետեւ Ես գիտեմ, որ իհարկե այո, կա մի սոցիալական մեծ խումբ միայնակ մայրերի, դա շատ տարբեր պատճառներ ունի, բոլորը այդ մի պատճառով չեն, որ չգիտեմ, հերը թողել գնացել է Ռուսաստան, բաժանվել են մայրերը, չգիտեմ, իդեպ սրանց աղետալի իշխանության կառավարման արդյունքում հազարավոր մայրեր դարձան միայնակ մայրեր, հազարավոր ընտանիքներ կորցրեցին հորը, հազարավոր երեխաներ դարձան ծնողազուրկ, այնպես որ այդ դժվարությունները, որի մասին ինքը խոսում է, նաև բազմապատկվել են բազմաթիվ անգամ իրենց իշխանության տարիներին եւ իրանց կարելի է ուղղակի ամենափափուկ կերպ ասեմ, հանցավոր կոմպետենտության բացակայության, այսինքն կոմպետենտության հանցավոր բացակայության, եթե չասել դավաճանություն եւ ուրիշտեղ չխորանանք, բայց ինքը ինչ անում, ինքը ուզում է կարեկցանք ստանա այդ մարկանցից, հա, ինքը իրանք հիմա ամեն առանձին այդ սեգմենտի վրա փորձելու են աշխատել, որ այդ միայնակ մայրը տեսնի, ասի, վայ, իմ բալիկի պես, այս բալիկն էլ է իմ բալիկի պես բանում է, միայնակ մեծանում, մորն էլ թիրախավորում են, բան նախ այս բալիկը ես վստահ եմ փոքր ժամանակվանից եղել է այդտենց անբարոյական բալիկ, Գիտեք, որ բալիկներից է եղել Վագնեն, որ տունը ուտելու բան չկա, մի հատ երշի կա, որ տենց պիտի, չգիտեմ, մի շաբաթ ուտեն, գնում մենակով գիշերը ուտում է, հետո էլ առավոտը մաման ասում է, վայ, բա ուր, ասում է, մամայի արև ես չեմ կերե։ Այդ տենց մուտիլովշիկ, խոսքով, սա այդպիսի մի հատ կերպար է եղել, եւ ըստ այդմ չի ստացվելու իրա մոտ մանիպուլացնել, մենք բոլորս տեսել ենք այդ վիդեոն, որտեղ ակնհայտ է, որ հենց իրա մայրն է հարձակվում այս երեխեքի վրա, իդեպ երկու տարբեր օրվա ժամերի,
քեզ չեն թիրախավորում, որովհետև քո հայրը թողել գնացել է, ես շատ ու քո բարոյական բացը նրա հետևանք չի, որ մենակ մայրը տա քեզ դաստիարակել, շատ միայնակ մայրեր բարձրաձայն կարողացել են միայնակ դաստիարակել բարոյապես նորմալ մարդկանց եւ քո այս կարգավիճակը, քո մշտական այս վիճակը, քո ստերը, քո կեղտոտ քարոզչությունը, CV-ը, որը դու ես կուրացի անում, այդ Տարոն Չախոյանը, որը իր մեդիա նյուզերով եւ այլններով, այդ ողջ կեղտը, անձնական դաշտ մտնելը, տուն մտնելը, երեխա թիրախավորելը, զովաստեղեկի ծնողներին թիրախավորելը, արցախցիներին թիրախավորելը, ցախ դու ես անում ու ես վստահ եմ պատճառն չի, որ հերդ Ռուսաստանա գնացել այնտեղ ուրիշ ընտանիքը կազմել։ Այդ չի։ Եվ բացի դա, մի հատ նախ ես էլ կարծիք կասեմ այդտեղ, բայց մի բան արի ֆիքսենք, որ եթե անգամ տենց լիներ ու դա լիներ խղճալու այն թեման, ինչը ինքը ուզում է առաջացնել, այսինքն երբ որ մեկը գալիս է ինչ-որ մեկի վիրավորում է, քրվում է, կամ հարցակվում է վրան, կոպալով խփում է, ոչ մեկ չի ասում, ախպեր ես կնիկը մենակ երեխա է մեծացրել, արի թողենք մի հատ էլ քրվում է, էլի, հասկանում ես, ու բացի այդ, ինչ կապ ունի քո բանիդ վիճակը, ինչքան բարոյականության հետ պրոբլեմ պետք է ունենաս, որ ազգային ժողովից դա բերես որպես փաստարկ։ Այսինքն եթե այդ երեխեքի տեղը դու լինեիր ու ինչ-որ մի հատ կնիկ քո մոր նման գար ու հարցակվեր, մի հատ առավոտը գար, մի հատ իրիկունը գար, ինչ պետք է անեիր։ Ու ինչ-որ մեկը գար, ասեր գիտեք ինչ, ես մենակ մեծացած երեխա եմ, իմ մայրը, դուք լավ իսկական տորմուզ չկա ձեր մոտ տղերք, արի տղերք, աղջկերք, ձեր մոտ տորմուզ չկա տորմուզ, արա ոչ մի հարցում, դու այսինքն հիմա էլ շահարկում ես քո մոր քեզ մենակ մեծացնելը, այդ ինչ անելու բան է, առհասարակ։ Այսինքն ոնց կարելի է, քո մորը դեն անգամ ես ասել էի, մի հատ էլ ասեմ, թիրախավորել ես դու, իրա որդին լնելով ու այսքան վատ բան ու հանրային այսքան բացասական էներգիա կուտակելով վաղ ու մեղքա քո մերը անկեղծ, բայց այդ կոնկրետ դրվագում քո մերը մեղավոր է, չէին ասելու մի վարքյան էլ կարող է դու մենակ ես մեծ, հա լավ, եթե դու մենակ ես մեծացրել հետն է Վահագին, արի բան, այդ ինչ բան է։ Այդ նույնն է ոնց որ մեկը մի ղալաթ է անում, հաջորդ օր գալիս ասում է խմած էի, մի հատ է դրա համար են սիլում, որ խմած ժամանակ չի կարում իրան պայի նորմալ։ Այսինքն այդ ինչ ասել, ու պրիտոմ ոնց կարելի է բերել ընտանեկան լվացքը հանել դնել բանում ազգային ժողովում հանել, այսինքն ինչ ես մուրում, տղա։ Ինչ ես մուրում, այսինքն քեզ ինչ է թվում, այն մարդիկ ովքեր որ մինչև ես ասում են, ես ինչ վատ կնիկ է, այս կնիկը եկել հարցակվում է սերեղի, դե ասեն արա չէ, լավն է, տեսար տղեն հելավ ինչ ասեց։ Իդեպ քեզ ասեմ, ես չեմ բացառում, որ իր մայրը եւս զոհ է դարձել այդ քարոզչական գծին, որոնք ինքը տունն էլ չէ, ասիկն ինքը պատրաստվում է հայելու առաջ այդ իր խոսքերը երևի ասում է, չէ՞ որ լավ համոզիչ ստացվի, մերը լսում է, ցաղ ասում օրը Փաստորենս Քոչարյանն էր, սաղ Սերժ Սարգսյանն էր, սաղ ես չգիտեմ ո՞ն, հետո իր մեջ էդի սաղ լծվել է, հետո դուրս է գալի, իրան մոտենում են, ասում են Նիկոլին բան, ինքը գիտի որ Նիկոլն է իրանց բարեկեցության հովանավորը, որովհետև իմ ունեցած տեղեկություններով իրանք բավականին բարելավել են իրանց կենցաղային պայմանները Նիկոլի օրոք, միջև այդ իդեպ լինելով ԲՀԿ տասովշիկների այտենց ընտանիք ընդհանրապես։ Որտե՞ս կարացել քերելա, հիմա այստեղ եկելա իրանց վատերն են եղել, ինքը մի քիչ առաջ է գնացել։ Ու առասարակ գիտես բարոյականության բաներ կա, որ էսի խոսում է ծնողի, ասում է ինքը դες բան, ասում է ծնողը միշտ մայրը սրբություն բան, արա դուք սրբություն չեք թողել, դուք նախ ձեր մայրերը ցավոք, ես ցավում եմ, բայց ձեր մայրերը իրանց կեցվածքով եւ հանրային վարքագծով չեն թողնում այդպիսի տպավորություն, որ adekvat ու կիրթ ու նորմալ մարդիկ են առասարակ շատերին, օրինակ մեկը օրինակ ոնց կարա նորմալ մայրը որ ասում է սրբություն ենթադրում է որ չի կարա այդ մայրը գամիտը ասի հեսա կցռեմ ձեր վրա այդ չի տես սրբություն ես չեմ պատկերացնում սրբություն ասենք ոնց կարա սրբությունը պետք է չցռի օրենքով ասենց ասեմ հրապարակային հա առեթ ասենք պետք է ինքը եթե ունի տենց խնդիր լուծողական տենց բան պետք է չխոսվի դրա մասին սրբություն բառը արա հակադարձվում չի կարա լինի այդ երկու բառը մի նախադասության մեջ չի կարա լինի օրինակ չգիտեմ չի կարա ախպեր սրբությունը չի կարա տես բաներ անի ախպեր
Եթե անգամ նայենք, որ էդ էլաս իրանց Սուրբ հոգին օրինակ զուգարան չի գնում, չէ՞ չի խորանում ախպեր, որ այդ հոգին կարա տենց կարիքներ ունենա։ Լսի, արի իրանց համար այդ բանն անենք ու համեմատենք, հա։ Մեկը թքում է, էմպաթիայի արժանի, օրինակի համար։ Օրինակ Վահագը ի՞նչ է կարծում։ Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի մայրը ավելի քիչ էմպաթիայի արժանի, քան օրինակի համար զոհված զինծառայողի մայրը, չէ՞։ Այսինքն զոհված զինծառայողի մոր հանդեպ հանրությունը ավելի մեծ հոգատարություն ունի, էմպաթիա ունի, քան օրինակի համար մեր սովորական նորմալ մարդկանց մայրերի նկատմամբ։ Հիմա Վահագն Ալեքսանյան, եթե մայրը սրբություն էր քո համար, ձեր համար, որ այտենց ասում ես, այն տղերքի ծնողներին, որ քաշ էին տալիս են բերետավորները, ոտու ձեռ արած, այդ ոնց է որակվում, էլի, ուզում եմ այդ հասկանամ։ Ոնց է դա որակվում, այդ սրբությունների հետ, այսինքն թե ձեր մայրերը ձեր համար սրբություն են, մնացածի մայրերը դե հա մայր են, էլի։ Իսկ չես պատկերացնում, որ մնացածն էլ տենց քեզ են վերաբերվում։ Այսինքն ցանկացած մեդալ ունի երկու կողմ, էլի։ Անկախ ամեն ինչից, ցույց եմ ասում, ես իմ համար այն թեման է, որտեղ որ ես փորձում եմ մաքսիմալ սենց համադրելիություն ապահովեմ ամեն տեսակի հանրության այն սեգմենտի մեջ, որը որ կարա դնի, ասի ես էլ եմ, մեր են, էլա, մեր ես էլա։ Հիմա հրա համեմատի, էլի, հələ դուք այսքան անբարոյական եք։ Ու նորից եմ ասում, քո մոր թիրախավորման համար, որպես քո մայր, ես շատ ցավում եմ։ Եթե հանենք են իր արած գործ, այդ գործ անող մարդուն լյուբոյին կարան թիրախավորեն, կապ չունի կումերնա, թե չէ։ Կումերն էլ դաբավկա է եղել պրոստը վրան, էլի։ Շատ եմ ցավում, որովհետև դու ես մեղավոր դրա համար։ Քո մայրը մեղավոր չի, ու բացարձակ կապ չունի, մայրդ քեզ մենակ է մեծացրել, թե չէ։ Լիքը մենակ երեխա մեծացրած մայրերի համար դուք սուկ ու ողբ ու բարդություն ու վատ բան եք ապահովել։ Հետո նայ, սա շատ կարևոր բան կա։ Այն որ քո հերը քեզ թողել է, դրանում մենք կամ հանրությունը մեղավոր չի։ Չեն, այդտեղ կամ ասենք դու ես փոքրուց նենց վարկագիծ ունեցել, որ այդ մարդը որոշලා թողի գնա, կամ ռուս կինա մի հատ մեղավոր, որ իրան կարացել է այդտեղ գայթակղի։ Ձեր իշխանության տարիներին, ձեր մեղքով հազարավոր մայրեր դարձել են միայնակ մայր, որդեկորույս մայր։ Երեխաները դարձել են ծնողազուրկ երեխաներ։ Այդտեղ արդեն մի անմիջապես ձեր մեղքն է։ Հիմա դուք այդ մարդկանց դատում եք, ասֆալտով եք տալիս, թիրախավորում եք։ Այդ անգերուհին Նիկոլի բան անում, սպառնում է։ Այդ ամեն ինչը դուք անում եք լինելով առաջնային պատճառ այդ մարդկանց կարգավիճակի, իսկ դու եկել էստեղ հանրային կարեկցանք ես ակնկալում նրա պատճառով, որ հերդ գնացել է Ռուսաստան, մի հատ ռուս կնիկա վերցրել, այտենց մնացել է այնտեղ։ Ո՞վ է մեղավոր այդտեղ ախպեր։ Ո՞վ է մեղավոր, կարաս բացատրես։ Մենք ինչ անենք։ Գնանք գտնենք հիմա այդ մարդուն, արա, չի գա 100%, ասենց ասեմ, չի գա։ Հիմա հաստատ չի գա, եթե երեխա վաղ գարի, հիմա չի գա ախպեր։ Ես ասենք մեկ էլ ես պատկերացնում եմ մի 10 տարի հետո մեկը մի հատ վիդեո ուղարկի քոպես մեկի, ասի Վազգեն էստեղ է տա վախտին 18 տարի առ։ Բան եմ ասում, որը ես կթողեմ կեթամ այ ախպեր, արա կարող է դաժե այդ մարդը չգիտեմ լուրջ հոգեկան խնդիրներ ունենա ախպեր։ Ես հույս ունեմ ինքը չգիտի որ այդ դու ես, ասենց ասեմ։ Ես առաջարկում եմ գաղտի պայել այդ տեղեկությունը։ Մենք էլ ռուսերեն չենք ասի, կարող այդ մարդը մեզ հիմա նայում է, ասենք այնտեղ, չգիտեմ, ախպեր, ես չեմ անում, մի խոսքով մենք մեղավոր չենք, ոչ որ դու ռուսիկ չես ունեցել, ոչ որ հեր չես ունեցել, որ մերը տենց վարկագիծա ցուցաբերում ենք, մեղավոր չենք, այդ երեխեքը սրբազան շարժման մեղավոր չէ, որ կոպալով եկե խփելա, այդ բոլորը ձեր ընտանեկան խնդիրներն են, որը դու բերել ես ազգային ժողով։